որտեղ կարելի է վերապրել այն զարմանահրաշ ակնթարթները, որոնք պարուրում են հոգիդ լույսի, ջերմության ու գեղեցկության անզուգական թրթիռներով։ Այնտեղ, որտեղ միտքդ ու սիրտդ ճախրում են կախարդանքի ու իրականության սահմանագծին եւ արարման անզուգական առեղծվածը թագավորում է ամենուր։ Արվեստագետ ծնվում են։ Հետո ուսման ընթացքում, ասենք թե կատարելագործվում է, ինչ-որ հղկվում է, ինչ-որ բաներ ավելանում են, բայց միևնույն է այդ ներսից պետք է լինի։ Ու մենակ արվեստագետ չէ, ինձ թվում է բժիշկն էլ է ծնվում, մանկավարժն էլ է ծնվում, տենց որտեղ ամեն մեկը չի, ասենք մանկավարժություն սովորելուց դարձավ մանկավարժ։ Դա պետք է հատուկ մոտեցում լինի, հատուկ վերաբերմունք։ Նույնն է նկարիչը, ծնվում են նկարիչ, հետո պարզապես հղկվում է ինչ-որ բաներ, այն այբուբենն են սովորում, սենց ասենք։ Այնքան շատ եմ Աստծուց շնորհակալ, որ ես կարողանում եմ նկարել։ Որովհետև էդ էնա, որ մեկ-մեկ մտածում ես, որ կարող է խելագարվես, բայց էդ այն կղզին է, որտեղ քո փրկությունն ես գտնում։ Դրա համար ամեն դեպքում ես նորից եմ ասում, շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, Աստծուն, որ ես կարողանում եմ արվեստի միջոցով, իմ նկարելու միջոցով առանձնանում եմ։ Ես խոսում եմ, ինչ-որ զրուցակից ոնց որ լինի, կտավն ու ես իրար հետ դիալոգի ենք մտնում, ու ես միշտ ասել եմ, նորից կրկնում եմ, ես տրամադրության նկարիչ եմ։ Իմ անմիջական տրամադրությունը անցնում է կտավին։ Զրույցը զրուցակցի հետ այդ ձևով շատ անգամներ են եղել, բարձրացել եմ արվեստանոց, ինչ-որ բան արդեն մտքիս եղել է, որ պետք է գնամ ու դա նկարեմ։ Բայց այդ բարձրանալու աստիճաններ բարձրանալուց, ասենք, կատուներ եմ տեսել բակում, որ ոնց են թավալ տալիս, կամ մաման ոնց է իր ձագուկին սիրում, կամ ասենք թե տեսել եմ ձյունը ոնց է, ասենք դրված այնտեղ լուսամփոփներ ունեմ, լուսամփոփի վրա ու այդ լուսինը ոնց է լույսը գնացել է լրիվ ուրիշ նկար է ստացվել, այն ինչ որ մի, այսինքն պահի տակ տրամադրությունս երբ փոխվում է, դա էլ կտավին հաղորդում եմ։ Ամեն դեպքում դա իմ այն օղակն է, որտեղ ես գտնում եմ միշտ իմ փրկությունը։ Իսկ երաժշտությունը առաջ ես երաժշտություն լսում էի անպայման, դասական երաժշտությունը միշտ լսել եմ նկարելուց, ոնց որ դրա կարիքը զգում էի։ Հիմա ընդհակառակը ես արդեն մի քանի տարի է, ես չեմ ուզում ոչ մի ձայն լինի։ Ինքս լրիվ երաժշտությունը հետո երբ որ նկարում եմ, ես զգում եմ այդ երաժշտությունը իմ ներսն է։ Այսինքն ինչ որ մի բան նկարելու ժամանակ ես զգում եմ, որ կամանց ինչ-որ մի բան երաժշտությունն ասենց ականջիս տակ մի բան շարժվում է։ Ու հետո վերջում արդեն նկարում վերջա, դե չես զգում երբես վերջացնում, ինչ-որ պահ է գալիս, ասում ես ոնց որ թե վերջ։ Ու զգում եմ, որ համահունչ է երաժշտությանը այդ աշխատանքը։ Մինչև չզգաս չես կարողանա արտահայտես այն ինչ որ կան արվեստում, ես միշտ ասել եմ, երաժշտություն ես լսում, տեսնում, ասենք թե այդ պահին դուրդ գալիս է, դուրս ես գալիս համերգասրահից կամ ինչա ու կամ այդ լսածը տեղից։ Հիշում ես ինչ որ լավ բաներ, բայց չես կարողանում, չի գալիս, չես մտապահում։ Նույնը նկարների մեջ է, նայում ես, հա լավ նկար է, ինչ որ հետարքիր է, նայեցիր անցար, բայց չի մնում մեջդ։ Ինձ թվում է պետք է արվեստը անպայման հետք թողնի։ Եթե իմ աշխատանքները մի փոքր էմոցիա են շարժում ինչ-որ մեկի մոտ, եթե հետք են թողնում, մտածելու տեղ են տալիս, ուրեմն ստացված աշխատանք է, կարողացել եմ սրտի այն նուրբ լարերին գտնել մարդկանց։ Կան ստեղծագործողներ, լավ պրոֆեսիոնալ նկարում են, բայց չկա հոգի, չկա սիրտ։ Ես չեմ համարում այդ։ Այս վերջերս կոմպոզիտորների տանը ապրիլի 7-ի կապակցությամբ ցուցահանդես եղավ ու նոր աշխատանքներ արեցի, հենց հատուկ այդ
երաժշտական մոտիվներով, դեռ ու այդ շարքը ուզում եմ շարունակեմ, այնտեղ հյուրեր շատ կային, որտեղ հետո ցուցասրահից հետո համերգասրահ պետք է մտնենք, ինչ որ ընտանիք էր եկել դրսից, ասին հեղինակի հետ ուզում են ծանոթանան, մոտեցա, տարիքով կին կար իրանց հետ, երևի իրանց մամաներ ինչ որ հարս տղա, խոսքով տենց ընտանիք էր, ասեց հեղինակին ենք ուզում, ասի հեղինակը ես եմ, ասում ոնց դուք, ասում եմ հա ես եմ, ասում մեզ թվում էր երիտասարդ կլինի, ասի ինչ, ասում դե այս թեմաները նենց ասում շատ երիտասարդի թեմաներ են, ինչ որ կարապներ, սեր, ձգտում, ինչ ասի հոգով ես երիտասարդ եմ, բայց տարիքս մեծ է, հենց որ ամեն դեպքում պետք է զգացմունքը լինի, առանց զգացմունքի ոչ մի բան չի ստացվում, իսկ սերը բոլոր տեսակների մեջ սերը, թե մայրական, թե ասենք, թե հայրենիք կլինի, ընտանիք կլինի, ծաղիկ կլինի, քար կլինի, տուն կլինի, ամեն ինչին հետ, երբ որ սեր կա, ուրեմն ավելի մոտեցումը ուրիշ է լինում, ջերմությունը ուրիշ է լինում։ Եղել է ժամանակ, որ ձեռքից տակ եղել են մոմամատիտներ, պաստելներ ու ինձ թելադրել է մոմամատիտը, թե ես ինչ կարող եմ դրանցով, ասենք, թե ստեղծել, նկարել և հակառակը, լինում ասենք, թե որ ինչ-որ բան ես ուզում, ու զգում ես, որ դա միայն յուղաներկով կա, ճիշտն ասած ակրիլ չեմ ընդունում ոչ մի ձևով, ճիշտ անորամուծությունն է, բայց ակրիլի հետ իմ համար ակրիլը ոնց որ մեռած նյութ լինի 5 րոպե հետո, երբ որ ինքը չորանում է ու ես այդ խառնվելը ներկերի չեմ կարողանում, իմ համար չի ստացվում, չի կպնում, սիրտս չի կպնում ակրիլին, բայց երբ որ յուղաներկը մի քիչ շերտը չորանում է, շատ քիչ, հետո նորից վրայից երկրորդ շերտ, երրորդ շերտ, իրանց այդ անցումները այնքան, ոնց որ զգաս, կենթանի, ներկը կենթանի զգում եմ ես, ու դրա համար ունեմ ես ջրաներկով աշխատանքներ, պաստելով աշխատանքներ, մատիտով աշխատանքներ, հետո յուղաներկը միանշանակ, տուշ ջրաներկ, բոլոր նյութերով էլ աշխատել եմ, ճիշտն ասած, ու աշխատում եմ էլ, սիրում եմ բոլոր նյութերը, բայց ինձ թեման թելադրում է, ինչով աշխատեմ, և հակառակը, մեկ ասենք, թե նյութը թելադրում է, թե ես ինչ նկարեմ, հենց որ երկուսը իրար հետ շատ կախված են մեկը մյուսին ու իրանք թելադրում են։ Հիմնականում յուղաներկով եմ աշխատում, բայց ասում եմ, եղել են բաներ, ասենք նյութ, ինչ որ թեմա եկել է մտքիս մեջ, որ ուզեցել եմ անեմ, ու այդ միանշանակ մտածել եմ, պետքա դա պաստելով արվի, որտեղ պաստելը լրիվ իր մոտեցումը ունի, իր պահանջն ունի ու պաստելի հետ լեզու քթել եմ ամենակարևորը։ Մեկական աշխատանք համարյա չեմ անում, որտեղ իմ մոտ տրամադրությունը շարունակական է լինում, ասենք ունեմ նռան շարք, ունեմ ձմեռվա, ասենք թե շարք, որը հիմնականում այդ ձմեռվա շարքը բնանկարների մեջ են արտահայտված, այդ ձմեռային շարքը, ունեմ ասենք հոգեվիճակ շարք, տրամադրություն շարք, որոնց տրամադրություն շարքը հիմնականում կանանց միջոցով այդ տրամադրությունները, ասենք կնոջ կերպարը, մեկ հարցնում են, ասում են ում ես նկարել, ոչ մեկին, ինքս իմ մեջ իմ հորինվածքն է, ասենք իմ հորինած կերպարն է, որտեղ ես տրամադրությունը կարողանում եմ, ասենք թե իմ տրամադրությունը փոխանցեմ այդ պատկերի մեջ, և կան այդ հոգեվիճակը հիմնականում աբստրակցիան է, որտեղ այդ աբստրակցիայի մեջ այդ հոգեվիճակը ասում է և խփում է, և լույս է տալիս, և ուրախություն, և վառվում է, այ վերջերս որ շատ տենց վառվող աշխատանքներ արել եմ ու այդ ներքին ինչ-որ մի բան կա, որ վառվում է ու չես կարողանում, չի մոխրանում, հլը վառվում է ու մեծ շարք է էլի ստացվում։ Երբ գալիս է ներշնչանքը, աշխարհը գույն է հագնում, շունչ է առնում անրջանքը ու կախարդանքն է սկսվում։
ու մտքերը խռնվում են զգացմունքների արանքում, նկարները լուր խոսում են, ու ինչ-որ բան են պատմում։ Միտեղ ծովն է ալեկոծվում նավակներին սպառնալով, իսկ մյուսում սիրտն է վառվում կրակների լույսերով, ապա խոլորձն է հայտնվում որպես բարիավետիս, բնությունն է մեզ ողջունում ու հմայում բոլորիս։ Հեռվում փերիներն են նազում, նրբադեմ ու նրբիրան, ասես գեղեցիկ երազում, եթերային, իրական, շուրջը սիրո գույնի աշխարհ, որ երկունքով է ստեղծվել, հատիկ, նշխար, հոգու լույսն է արարել։ Ազատության մեջ այդ ամեն ինչը կա, այդ ազատության մեջ այդ, որ ես մենակ եմ, որ ես ազատ եմ։ Մեկ թորներս ասում են տատական արվեստանոց, ասում են չէ, այնտեղ մենակ ես եմ լինելու։ Ինչ որ ճիշտ է մտնում են բան, բայց երբ որ ես աշխատում եմ, սիրում եմ բացարձակ մենակություն, հանգիստ ու ինքս իմ հետ, ուրիշ ոչ մի ճիշտ է, մի քիչ ասենք հնարավոր է թափված, մի քիչ ասենք թե անուշադիր լինեմ, ինչ որ մի բան գցեմ թեկուզ այդ պահին հատակին, որ արագ նկարելու պահին, որ հանկարծ չկորցնեմ ես այդ պահը, ես ազատության, չեմ ինձ կաշկանդում, վայ, ստեղ սենց եղավ, ստեղ թափվեց, ստեղ շուռ եկավ, ոչինչ, այդ հետո կհավաքվի, կարևորը ես իմ այդ պահի մտածմունքն է, իմ այդ փոթորիկը, իմ այդ պահի կրակը ես կարողանամ կտավին հանձնեմ։ Արվեստագետը շատ զգացմունքային է։ Եթե զգացմունքային չլինես, չես կարողանա անկեղծ լինել։ Դա եւ խանգարում է, եւ օգնում է կիսվել կտավի հետ, բայց խանգարում է կյանքում, որտեվ շատ զգացմունքային լինելը միշտ էլ ցավոտ ես ամեն ինչը տանում։ Շատ ավելի դժվար ես ամեն ինչի հետ համակերպվում, այն ինչը որ ցավացնում է, երկար ժամանակ այդ ցավը մեջդ կրում ես։ Իսկ կյանքի եւ արվեստի մեջ տարբերությունների իմ համար կարելի ասել չկա։ Ես չունեմ այդ տարբերությունը, եթե անկեղծ եմ։ Սիրում եմ ամեն ինչի մեջ գեղեցիկը տեսնել, այն որ ասում են գեղեցիկը կփրկի աշխարհը, գեղեցկությամբ կփրկեն աշխարհը, այդ ամեն ինչը համադրում ես, ինչ որ մեկը մյուսը լրացնում է, մեկը մյուսին լրացնում է, որտեվ հետո միևնույն ժամանակ ասում են, եթե լույսը չլինի, մութը չես կարողանա գնահատես, եթե մութը չլինի, լույսը չես կարողանա գնահատես։ Երկուսն էլ կյանքում լինում են, բայց միշտ պետք է կարողանաս գնաս նենց, որ չծռվես, դու ինքդ քո, ասեմ, անկեղծությունը չկորցնես, ինքդ քեզ չդավաճանես։ Այն ինչը որ նուրբ է, զգացմունքային է, այն ինչը որ աչքը շոյում է, բայց կեղծ չի, այլ մաքուր է։ Ինձ դուր է գալիս։ Ես ընդունում եմ սյուրռեալիստական աշխատանքները, արվեստի բոլոր իզմերը ես ընդունում եմ, եթե իհարկե արված է մաքուր, անկեղծ հոգով։ Սարքած չի, սարքած արվեստը մնայուն չի ու չեմ ընդունում։ Ինչ որ բաներ գտել եմ, միանշանակ, բայց որ ասեմ ես դրանով արդեն դա հասել եմ, կնշանակել չկամ ես։ Մարդը երբ որ տարին տարու վրա, մինչև անգամ ամիսը ամսի, օրը օրվա վրա տարբերություն է տալիս, այնց որ նույն տեղում չես կարող մնալ։ Առավել ևս, երբ որ տարիքդ ինչքան մեծանում է, այնքան շատ ինչ որ բաներ, փոփոխություններ ենթարկվում են։ Այն ինչը որ սկզբում քեզ շատ ավելի լավ էր թվում, հիմա զգում ես ինչ որ մի բան ավելացում ես, ավելի հետաքրքիր է դառնում, այսինքն քայլերով առաջ գնալը միանշանակ պետք է արվեստի մեջ չգտանք այս մի բանը, վայ ինչ լավ է, ու միշտ նույն նոտան խփելով սենց առաջ գնամ, չէ, ես այդ տեսակը չեմ ու փորձում եմ միշտ առաջ գնամ, միշտ
նորություններ, միշտ դա կլինի թեմայի, թե տեխնիկայի, թե ասենք, թե ոճային մոտեցում, բոլոր տեսակները ես ընդունում եմ, եթե կարողանաս միտքդ, որը որ տարին տարու վրա ավելանում է, իմաստություն է գալիս, հենց որ կարողանաս արտահայտես նոր ձևով։ Առանձնահատկությունը հենց դա է, որ զգացմունքդ այնքան շատ է լինում, որ շատ նույն բանը դու կարող ես տեսնես որպես արվեստի մարդ, կողքինդ չտեսնի, չզգա, չընդունի, չնկատի, բայց դու ավելի խորն ես դա ամեն ինչը տեսնում ու այդ ամեն ինչը ավելի խորն ես ընկալում, որ կարող ասենք օրերով քո մեջ մնա, իսկ կողքի մարդու մոտ դա դիպվածք էր եղավ, անցավ գնաց։ Տարբերությունը դա է, կարծում եմ, մարդու արվեստագետի ու մեկ էլ սովորական մարդու։ Սովորական, այսինքն նա էլ կարող է ուրիշ ինչ-որ առավելություններ ունենա արվեստագետի, մեկին չեմ ավելացնում, մեկին պակասացնում, պարզապես ասում եմ արվեստի մարդու մոտ միշտ այդ զգացմունքային լինելը և օգնելա և խանգարելա կյանքում։ Ես այնքան երջանիկ եմ ու շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ես կարողանում եմ նկարել, իմ արտահայտչաձևը նկարչությունն է։ Ես ինձ հոգեհարազատ մարդ գտել եմ, որի հետ կարողանում եմ խոսել, դա կտավն է։